Էներգախնայողության ծրագրից բնակիչների արձագանքը շատ դրական է, որովհետև գործնականում մարդիկ տեսնում են կոմունալ ծախսերի էական կրճատում։ Որ ասում ենք խնայողություն, դրանից տպավորությունն է, թե մենք ավելի սառը բնակարաններ պետք է ունենանք, բայց դրա մասին չի խոսքը։ Ընդհակառակը պետք է ավելի տաք բնակարաններ ունենանք, ավելի քիչ էներգետիկ ռեսուրսի ծախսմամբ։ Եվ ընդհանուր առմամբ, երբ որ մենք խոսում ենք էներգետիկ վերափոխման մասին, այս մասնավորապես բնակարանների էներգոարդյունավետության բարձրացումը էներգետիկ վերափոխման եզրափակիչ փուլն է։ Իմ արձագանքը հետևյալն է, որ այս ծրագրով մենք ներդրված գումարը մենք գործնականում ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը, ուղիղ, առանց չափազանցության, դա տարիների ընթացքում։ Պետք է նայենք հանրապետությունում մենք քանի պանելային շենք ունենք, որոնք սեյսմիկ խնդիր չունեն, եւ մեր պլանն է, որ առաջիկա 50 տարում այդ շենքերը լինելու են եւ շահագործվելու են որպես այդպիսին։ Եվ մենք խնդիր պետք է դնենք բոլոր պանելային շենքերը էներգա արդյունավետության այս ծրագիրը իրականացնենք, եւ ելի եմ ասում, մենք այո պետք է ֆինանսավորենք, բայց նաեւ դրանով մենք ուղիղ մարդկանց այդ ընտանիքների գրպանը կամ ընտանեկան բյուջեում կոնկրետ ներդրում ենք անում եւ նաեւ էներգա արդյունավետության խնդիրն ենք լուծում եւ ընդհանրապես էներգետիկ տրանսֆորմացիան, ինչպես մենք արձանագրել ենք Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի մեջ, պետք է լինի մեր աշխատանքի ամենակարևոր ուղղություններից մեկը։